Թուրքական դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Թուրքիան դեռևս չունի կոնկրետ տեղեկություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի առաջնորդների միջև իր տարածքում հնարավոր հանդիպման մասին, սակայն շարունակում է հույս ունենալ նման իրադարձության նկատմամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում բազմիցս ընդգծել է, որ առանց բարձր մակարդակի բանակցությունների անհնար է հասնել կոնկրետ արդյունքների հակամարտության կարգավորման գործում։ Անկարան ավանդաբար իրեն դիրքավորել է որպես միշտորդ Մոսկվայի եւ Կիևի միջև հիմնվելով հացահատիկի գործարքի եւ մարդասիրական նախաձեռնությունների իրականացման իր փորձի վրա։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի վերջնական նպատակը Ուկրաինայի հարցով ղեկավարության մակարդակով հանդիպում անցկացնելն է եւ ըստ թուրք առաջնորդի ինքը դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Դեռևս որևէ կոնկրետ գործընթաց չկա, բայց մենք դեռ սպասում ենք, ասել է գործակալության աղբյուրը, հրաժարվելով լրացուցիչ մեկնաբանություն տալուց։ Ամերիկյան Քեմփ Փենդլթոն բազայում ծովային հետևակի կորպուսի 250-ամյակին նվիրված ցուցադրական կրակոցների ժամանակ արձակված զինամթերքը վաղաժամ պայթել է Կալիֆոռնիա նահանգի այն մայրուղու երկնքում, որով ընթանում էր ԱՄՆ փոխնախագահ Վենսի ավտոշարասյունը։ Ռումբի բեկորները ընկել են պետական պարեկային մեքենայի եւ մոտոցիկլետի վրա, հաղորդում է Los Angeles Times-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին։ Բեկորը հարվածել է Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկային մեքենային, որը գտնվում էր փակ միջպետական 5-րդ մայրուղու մի հատվածում Վենսին միջոցառման ուղեկցելուց վերադառնալուց հետո։ Թերթը նշում է, որ կրակոցը արձակվել է M777 հաուբիցից, որը կարող է կրակել 155 մմ-անոց արկեր։ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպումը գոյաբանական նշանակություն կունենա Հունգարիայի համար, քանի որ այն կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը, որը խոչընդոտում է Հունգարիայի տնտեսության բնականոն զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կապված ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին 3 տարիների ընթացքում Հունգարիան կորցրել է 9.1 տրիլիոն ֆորինտ, 23.4 միլիարդ եվրո։ Սա նշանակում է, որ մեկ ընտանիքի հաշվով կորուստները կազմել են ավելի քան 2 միլիոն ֆորինտ, մոտավորապես 5000 եվրո, գրել է կառավարության ղեկավարը։ Էներգիայի եւ գազի գները բարձրացել են, գնաճը կտրուկ աճել է, պատժամիջոցները թուլացել են, մեծ առևտրի ծավալները նվազել են, տոկոսադրույքները բարձրացրել են, իսկ երկրի ֆինանսավորումն ավելի թանկ է դարձել, նշել է Հունգարիայի ղեկավարը։ Սիրիան մտադիր է զենք գնել Թուրքիայից, այդ թվում բազմաշերտ հոբ համակարգեր ահաբեկիչներից եւ Իսրայելից պաշտպանվելու համար։ Այս պնդումը ներկայացրել է կառավարամետ Յենի Սաֆակ թերթը, նշելով, որ ֆինանսավորումը կարող է տրամադրվել Սիրիայի համար նախատեսված հատուկ հիմնադրամի կողմից Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների մասնակցությամբ։ Թերթը հաղորդում է, որ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները դիմել են Թուրքիային հոբ համակարգեր, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր եւ արդիականացված հրետանային համակարգեր վաճառելու խնդրանքով, սակայն այս խնդրանքը վերաբերում է զենքի պաշտոնական վաճառքին, այլ ոչ թե Թուրքիայի կողմից այն ռազմական օգնության շրջանակներում տրամադրելուն։ Հրատարակությունը նշում է, որ Սիրիային զենքը անհրաժեշտ է ահաբեկչական եւ իսրայելական սպառնալիքներից իր պաշտպանությունն ամրապնդելու համար։ Վոլոդիմիր Զելենսկին կարող է մասնակցել եվրոպացիների հետ բարձր մակարդակի հանդիպմանը Բրյուսելում այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ձախողումից հետո, հաղորդում է Պոլիտիկոն հղում անելով նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրներին։ Եվրոպացի առաջնորդները համախմբվում են Վոլոդիմիր Զելենսկու շուրջ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ հիասթափեցնող հանդիպումից հետո։ Զելենսկին, ինչպես սպասվում է, կմասնակցի այս շաբաթվա վերջում Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպմանը։ Զելենսկին կփորձի աջակցություն ապահովել Եվրամիությունում Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովից հետո, ասվում է հայտարարության մեջ։ Պոլիտիկոն նշում է, որ հանդիպումը հավանաբար կարող է տեղի ունենալ Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում այս հինգշաբթի հոկտեմբերի 23-ին։